Գագիկ Ծառուկյանը կփորձի ինչ-որ ձայների քանակ հավաքի, Կարապետյանների ընտանիքը կհավաքի, հետո այդ ամեն ինչը կդնեն մի զամբյուղի մեջ, իհարկե մի քիչ կկռվեն, ես ենթադրում եմ, որ ռուսաստանցի օլիգարխը մի քիչ դիմադրություն Ռոբերտ Քոչարյանին կփորձի ցույց տալ, կախված նրանից, թե քանի ձայն կհավաքեն, եւ դրա մասին են, չէ՞, իրենք խոսում, հələ տեսնենք ով ավելի շատ ձայն կհավաքի մեր համատեղ զամբյուղի համար։ Մի քիչ իհարկե կդիմադրեն, բայց դե վերջում ակնհայտ է, չէ, գեներալ գուբերնատորի պաշտոնը լավագույնս ով կկատարի։ Ով? Ռոբերտ Քոչարյան։ Այսինքն այս ամբողջը միտված է նրան, որպեսզի վերադառնան Ռոբերտ Քոչարյանին։ Դա է ցույց տվել անցյալը։ Այդքան ուժեղ մարդիկ էիք։ Ինչի՞ չէիք կարգի հրավիրում Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Տրտնջում է ինքը իր անցյալի հարցազրույցներում, ասում է ես դեմ եմ ռեյտինգային ընտրակարգին։ Եթե ռեյտինգային ընտրակարգին դեմ ես, բայց ուզում ես լինես падգամավոր, ամենայն հավանականությամբ հանրապետականի համամասնական ցուցակում ես ուզում լինել։ Բայց քանի որ հանրապետական իր համամասնական ցուցակի համար բաներ, աուտենտիկ նժդեհականներին էր պահե Շարմազանովի մյուսներին։ Այդ օլիգարխներն ասել են չէ դուք գնացեք ինքնուրույն ձեր ձայները հավաքեք, ինձ այդպես է հարմար, որովհետև իմ դեմքը չեմ կարա ցույց տամ ժողովրդի մի հատվածին։ Հետո կբերեք այդ ձայները ինձ կտակ։ Այդ մարդը այն ժամանակ հլու հնազանդ այդ սցենարը կատարել է, ճիշտ է։ Ռեյտինգային ընտրակարգով ինքը գնացել է Լոռու մարզից ձայները հավաքել է, ընդ որում հարկադրանքի եւ այդ մակարոն, ալյուր, շաքարավազ բաժանելով, այդ մեթոդներով հավաքել է, բերել է, տվել է։ Հիմա ինչն է մեզ հուշում, որ այսօր նա ավելի ունակ է այդ ընտանիքը, ավելի ունակ է դիմադրություն ցույց տալու այդ բանի կայսրության սցենարին, քան նախկինում։ Ինչ է տեղի ունեցել, որ մտածենք, որ այսօր իրանք ավելի ուժեղ են։